Հայաստանը պետք է մաս կազմի թուրքական աշխարհին, թուրքական պետությունների կազմակերպությանը։ Ձեր կարծիքով, սիրելի բարեկամներ, նման հայտարարություն որտեղ կարող էին անել։ Բաքվում։ Տրամաբանական է, բայց ոչ։ Գուցե Անկարայում, Թուրքիայում, Ստամբուլում։ Ոչ։ Նման հայտարարություն արել են եւ նման համոզմունք ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Վաշինգտոնում։ Այնտեղ գոյություն ունի Ատլանտյան խորհուրդ, ուղեղային կենտրոն, ազդեցիկ, որը հիմնադրել են ԱՄՆ-ի նախկին կառավարության անդամները, պետքարտուղարներ, ուղղակիորեն ֆինանսավորվում է Վաշինգտոնի ԱՄՆ-ի կառավարության կողմից, եւ այնտեղ մշակվում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքական հայեցակարգեր, եւ այնտեղ քննարկում էին Թուրքիայի դերը Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում։ Օրերս տեղի ունեցել մի քննարկում եւ Բրայաննա Թոդ անունով փորձագետը համակարծիք է եղել այնտեղ Թուրքիայի դեսպանի տեսակետներին, ով նշել է, որ Տաջիկստանը եւ Հայաստանը պետք է միանան թուրքական պետություններին, Թուրքիան այնտեղ պետք է ունենա առաջնորդի դեր, եւ դա իհարկե բխում է ԱՄՆ-ի շահերից։ Եվ այդ քննարկումների մեջ բոլորը դրան համակարծիք էին, պատկերացնում եք։ Սա կարող էր իհարկե համարվել ինչ-որ մի փորձագետի անձնական տեսակետ կամ ինչ-որ մի կազմակերպությունում ինչ-որ մի քննարկում։ Բայց ցավոք սրտի ոչ, արևմուտքում մեզ ոչ թե դիտում են որպես արևմուտքի մաս, այլ դիտում են որպես թուրքական աշխարհի մաս։ Բառացիորեն ինչ է ասում այդ փորձագետը։ What I would love to see is Turkey taking a leadership role and inviting Tajikistan to join. But I also really loved what the ambassador said earlier about Armenia as well, because I think from a US perspective, those are the missing pieces in OTS right now. Not having Tajikistan, not having Armenia, for any of these things that we're talking about in terms of connectivity, that's really what you need. Համաձայնվում է Թուրքիայի ներկայացուցիչների տեսակետի հետ եւ ասում, որ ինձ դուր եկավ, թե ինչ էր Թուրքիայի դեսպանն ասում Հայաստանի մասին։ Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի համար հենց հիմա թուրքական պետությունների կազմակերպության բացակայող էլեմենտը դա Հայաստանն է։ Եվ Տաջիկստանի ու Հայաստանի բացակայությունը այս ամենից, ինչի մասին մենք խոսել էինք, ապահովելը, որպեսզի նրանք մաս կազմեն այս պրոյեկտին, չափազանց կարևոր է։ Եվ ես կարծում եմ, որ դեսպանը այդ գաղափարը շատ լավ է ներկայացրել, եւ պետք է ոչ թե Հարավային Կովկասը մենք դիտենք որպես առանձին ռեգիոն, այլ ամբողջ Կենտրոնական Ասիայի հետ կապված։ Եվ մենք Թուրքիայի հետ միասին, ԱՄՆ-ն, պետք է այդ ուղղությամբ աշխատի։ Երբ ես քննարկում էի Հայաստանի, Ղազախստանի միջև վերջերս տեղի ունեցած իրադարձությունները, զգուշացնում եմ այդ մասին, որ իմ մոտ տպավորություն է ցավոք սրտի, որ արևմուտքում Հայաստանին ուղղակի կցում են Կենտրոնական Ասիային։ Եվ հենց Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը առաջին անգամ առաջ քաշեց Զանգեզուրի Միջանցք գաղափարը, որպես այդպիսին խրախուսելու եւ ԱՄՆ-ի կողմից այն հովանավորելու հայեցակարգը։ Հիշում եք, մինչև Թրամփի հետ կհանդիպեին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, կստորագրեին համաձայնությունը Թրամփի ուղու մասին, այդ մասին խոսեց հենց Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, ասելով, որ 99 տարով, 100 տարով ԱՄՆ-ն կարող է վերցնել դա։ Բայց վերցնելու իմաստը ո՞րն է։ Վերցնելու իմաստն այն է, որպեսզի Հայաստանը մաս կազմի Կենտրոնական Ասիայի հետ մի ռեգիոնալ կազմավորման, որտեղ Թուրքիայի միջոցով, որովհետև առանց Թուրքիայի այդ կապը Արևմուտքի ՆԱՏՕ-ի հետ ապահովելը անհնար է, Թուրքիայի առաջնորդությամբ կազմակերպել Կենտրոնական Ասիան Ռուսաստանից եւ Չինաստանից, նրանց ազդեցությունից փոկելու ստրատեգիան։ Կենտրոնական Ասիայում կան բնական հարստություններ, Կենտրոնական Ասիան Ռուսաստանի հարավն եւ Չինաստանի արևմուտքը, եւ այն կարող է Եթե լինի Ռուսաստանի կամ Չինաստանի ազդեցության տակ, ապա ամբողջ Եվրասիայում ՆԱՏՕ-ի եւ Արևմուտքի ազդեցությունը նվազելու է, հատկապես ռեսուրսների, էներգետիկայի եւ հազվագյուտ մետաղների համար պայքարում։ Եվ այս գեոստրատեգիական խաղում ցավոք սրտի Արևմուտքում մեզ ոչ թե դիտում են որպես Արևմուտքի մաս, այլ դիտում են որպես թուրքական աշխարհի մաս։ Պետք է ընդունել, որ Թուրքիան այնտեղ նրա համար առանցքային դաշնակից է։ Որևէ այլ միավոր, որ կարող է այս ռեգիոնը որպես մեկ ամբողջություն, որպես թուրքական աշխարհ, փոկել Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցությունից, դա Թուրքիան է։ Առանց Թուրքիայի առաջնորդության Կենտրոնական Ասիան չունի ընդհանրապես ինքնություն։
պետք է ձևավորել այդ ինքնությունը որպես ինչպես ամերիկացին է, տարբեր ազգերից ձևավորված, բայց ինչ որ մի վերազգային գաղափարի ներքո, այնպես էլ թուրքական պետություններն են, որոնց միավորում է ընդհանուր մի բան, որը բարձր է ամեն մի ազգային պետությունից։ Եվ այստեղ հասկանալի է դառնում, չէ, որ հիմա Արցախը, երբ որ դարձավ Ադրբեջան թուրքական աշխարհի մի մաս է դարձել Արցախը, մնացել է Սյունիքը, մնացել է ամբողջ Հայաստանը, որպեսզի ռեգիոնում թուրքական այդ համագործակցության բլոկավորող Հայաստանը արանքից դուրս գա։ Եվ Տաջիկստանը, որը իրանական պետություն է, իրանական ժողովուրդ է, թուրքական չէ, նույնպես խանգարում է այս ծրագրին եւ Տաջիկստանում մեծ է Իրանի ազդեցությունը։ Հետեւաբար պատահական չէ, որ նշվում է Տաջիկստանի անունը նույնպես այստեղ եւ երկու այս օղակն է խանգարում փաստորեն թուրքական պետություններին ձևավորել այդ առանցքը Հայաստանը եւ Տաջիկստանը։ Երբ որ Ատլանտյան այդ հայեցակարգի ներքո Արցախը ճանաչվեց Հայաստանի ղեկավարության կողմից որպես թուրքական աշխարհի մաս, հերթը Սյունիքինն է, հերթը Զանգեզուրի միջանցք կոչված երևույթինն է եւ հերթը Հայաստանինն է փաստորեն։ Ես ցավով եմ արձանագրում, որովհետեւ այն բոլոր պատկերացումները արևմտյան դաշնակցության, դեմոկրատիայի պաշտպանության, մարդու իրավունքների, ժողովուրդների ինքնորոշման գոյություն չունեն։ Այսօր գոյություն ունեն միայն գեոստրատեգիական շահեր, եւ այդ շահերում Թուրքիան արևմուտքի համար ունի կենտրոնական նշանակություն։ Բնականաբար թուրքական աշխարհի շահերը վեր են դասվում եւ ժողովրդավարությունից, եւ ազգերի ինքնորոշումից, եւ ազգային պետություններից։ Ես սա ցավով եմ արձանագրում, որ արևմուտքում ունեն նման պատկերացում։ Սա պետք է հասկանալ, որպեսզի չունենալ պատրանքներ, թե հետագայում ինչ կարող է տեղի ունենալ։ Եվ մենք հիմա հասկանում ենք, որ Արցախը հարցը ոչ թե Արցախն էր, այլ Արցախը եւ Հայաստանը, որը բլոկավորում էր այս համագործակցությունը, այս գեոստրատեգիան։ Եվ այստեղ Իրանի եւ Ռուսաստանի դերը դառնում է ավելի բարձրորոշ, թե ում էր իրականում շահեկան եւ ում համար էր իրականում ցանկալի, որպեսզի Արցախը դառնար թուրքական աշխարհի մաս։